Ես ասեմ, որ բոլորդ էլ գիտեք, մենք մեր քարոզարշավը կատարել ենք, ասել ենք, տեղեկացել ենք հանրությանը, ժողովրդին, խնդիրը, խնդրումը, լուծումը, այսօր արդեն հիմնականում կախված է մեր ժողովրդից, թե մեր ժողովուրդը ապրի երեքին ինչ Հայաստան են ուզում։ Ում կվստահեն, կհավատան, նրանք էլ թող պատասխան տան։ Դուք հայտարարել էիք, որ եթե իշխանություն ձևավորեք, ապա ձեր ընկերները 15 միլիարդ դոլարի ներդրում կանեն Հայաստանի Հանրապետությունում։ Ամեն դեպքում, եթե դուք 50+1 չհավաքեք, բայց անցնեք խորհրդան, ձեր ընկերները հանուն Հայաստանի բարության այդ 15 միլիարդի ներդրումը կանեն։ Ուրեմն ես ասացի, եթե հասարակ լրագրողն է ինձ այսպիսի հարց տալիս, ես ասացի իմ ընկերները պատրաստ են աջակցելու, երևի դուք տեսակել, որ մարդիկ հայտարարություն արեցին, որ ասում էին Ծառուկյանից, դա դեռ մի ընկեր, ես բազմաթիվ ընկերներն եմ տարբեր երկրներ, որը հավատում են Ծառուկյանին, Ծառուկյանի ապրած ընկերությունը, հարգանքը, խոսքը, որ Ծառուկյանը երբեք խափող մարդ չի, նա արժանապատիվ մարդ է, իմ ազգի պատիվը աշխարհում եք բարձր։ Եթե իրավունքները իմ ձեռը չլինի, երաշխավոր չլինի, ո՞նց եք դուք մտածում, չեն դնի իհարկե։ Եթե իշխանություն չլինեք, չեն վստահի այս իշխանություններին եւ չեն տա այդ միլիարդ։ Դու որ լրատվական ծառայությունից ես։ Ուրեմն ես բոլորիդ ասում եմ, դուք եղեք Ծառուկյանի տեղը, մարդը պատասխանություն վերցում այն ժամանակ, որ ինքը կարող է դրա պատասխանը տալ։ Ինչ ճիշտ է։ Ես ոչ մեկին չեմ ուզում փլոմել, ոչ կառավարությանը, ոչ իշխանությունը, ոչ որևիցե մի այլ կուսակցություն։ Ամենակարևորը, որ կուսակցությունը, որ ժողովրդին խոսք կա, որ կարող անել, որ ժողովրդին այս վիճակից անել, իրանք էլ թող գնան այդ հացերը կարգան։ Ես ասել եմ այն, ինչ որ կարող եմ անել, մի բան էլ քիչ եմ արել։ Դուք երևի տեսաք Պետրոսյանի իմ հաղորդումը, որ բոլոր հարցերին, բոլոր խնդիրներին, լուծումները, խնդիրները, ժամանակացույցը եւ համապատասխան մարդիկ էլ որ դեռ չեն եկել, բայց հերոստացուցով իրենք իրենց թակավորան ընտանիքից վրաց ամբողջ ընտանիքով Ծառուկյանի կողքին հանուն Հայաստանի իր ժողովրդի բարեկեցության համար ցանկացածի ծրագիր մենք կատարում ենք, եկել էր Գուչին, որ ես ասեմ Ծառուկյան այսօր մեծ հարգանք ավայլում իր ընկերական շրջապատում, բոլորը ցանկանում էր լավ ժողովրդին օգտակար լինեն այս վիճակից անեն, ժողովուրդ ջան, կարևորը որոշողը մեր ժողովուրդն է, իրաց ցավը տանը, իրենք ոնց կարող են որոշել, իրենց ապագան կերտելու համար, նա էլ պետք է Եթե նախանշած թիվ, այսինքն 50+1-ը չհավաքեք եւ ձայների այդքան ձայն չունենաք, հետ ընտրական զարգացումների, ընտրությունների արդյունքները բողոքարկել պատրաստվում եք։ Բայց այսօր ինչ, եթե այսօր բոլոր իրավունքները տրված է մեր ժողովրդին, այսօր մեր ժողովուրդը ծանոթ բարեկամ է խաղում, այսօր պետք է հասկանան ոչ թե անձին տալը, թաղի լավ տղու խնդիրը, այսօր կուսակցության խնդիրը։ Կարող է այդ մարդը լավ հարգարժան է իր տարածքում, իր ասենք տերիտորիայում, բայց այսօր պետք է կուսակցությանը տաս, որ կուսակցությունը օրենք փոխի, համակարգ փոխի, մարդկանց փոխի, բարեփոխումներ կատարի, որ ենք մեծ վիճակից դուրս գանք, սիրել խորհրդանում տեսնում համար հարկավոր է նաև իր ծրագրերը, չէ՞, կյանքի կոչել։ Իհարկե։ Նաև միլիարդավոր ներդրումներ։ Ուրեմն ես կարող եմ բոլորի այդ միլիարդավոր ներդրումները։ Բայց ասում եմ ասեցին։ Դասեմ չեն անի, իհարկե չեն։ Ծառուկյան, դուք որ ուժերին եք խորհրդանում։ Որոշ չափով կանեն, որ մինչև հիմա էլ արել ենք, ներդրումներ արել ենք, բայց ամենակարևորը երաշխիք է պետք։ Ու այսօր անկախ նրանից ով կլինի, երկում ես ասել եմ, տարեկան 1 միլիարդ պետք է ներդրում լինի, որ մենք կարող ենք տնտեսական աճ ունենալ։ Այս վիճակով տնտեսական աճ չի կարող լինել, անկում է լինելու։ Ծառուկյանը ասենք թե այսօր ինչ ասել է մինչև այսօր 2000 Ուրեմն ես ասացի, ես պարտք ունեմ իմ ժողովրդին տալու։ Ես այսօր ոչ պաշտոնի խնդիր ունեմ, ոչ գումարի խնդիր ունեմ, ոչ հարգանքի։ Եվ տեսնելով իմ ժողովրդի անվերապահ վստահությունը, հավատքը, ասեմ մարդը, որ քարիցել լինի, տեսնելով ժողովրդի սպասելիքը, այդ ծանր վիճակը, դու միայն ու միայն պետք է մտածես քո ժողովրդի համար, քո պատվի կողմի համար։ Ամենաշատը Պարոն Ծառուկյան, ամենաշատը Պարոն Ծառուկյան ջան։ Արի, այն քո տեղը գնա գալիս է։ Պարոն Ծառուկյան, այգում թե Երևանում ասում են ընտրակաշառք են բաժանում, ամենաշատը ձեր մասին են ասում, որ դուք եւ հանրապետականներն եք ընտրակաշառք բաժանում, որպեսզի մարդիկ գան եւ քվեարկեն ձեր օգտին։ Ժողովուրդ, որից մեկը ընտրակաշառք ստացած կաք։ Մենակ ազնվությամբ ձեր երեխաների արև եւ Ոչ միայն այստեղ, այլ ամբողջ Հայաստանի մարզերին տրատարածքներում։ Ուրեմն կարող եք գնալ հենց հիմա
Կոտայքի մարդ ցանկացած տեղ ով էլ չգնա ամոթ իրան գնացեք ցանկացած քաղաքացու արծեք ուրեմն մենք ասում ենք լավ ծրագիր կատարենք մենք չենք եկել այսօր պաշտոնի գումարի համար մենք եկել ենք գործանելու հիմա եթե այդքան դուք սրտացավ եք ցանկացած գյուղ գնացեք մտեք ցանկացած տարածք հարցրեք ասում եմ գնացեք ցանկացած տեղ հարցրեք եթե մեկը կասի ասեք ուրեմն բաժանել են մենք բարձ ասենք թե կառույցներին քարոզիչներին աշխատավարձներ տվել ենք դա խնդիր չի հիմա մեզ արգելել են որ ես բարեգործություն անեմ մարդը գալիս է Իվան հիմա մարդը եկել է չէ փորձեմ օգնեմ պետք է ասեն Ծառուկյանին դատ ենք տալու բայց Ծառուկյանը բարեգործ մարդ է սաղ կյանքալ է մեզ նայում եմ Մասնակցում եք ընտրությունների օրենքը բոլորի ուրեմն իմ ժողովուրդը սաղ կհասկանա որ ես ընտրությունից հետո երբ իմ բարեգործությունը կատարեմ իմ Ծառուկյան ձեր քարոզարշավների ժամանակ ինչու իշխանություն ходом выборов. Скажите, пожалуйста, для русских говорящих жителей, они вам будут очень благодарны. Что вы думаете? Все, я думаю, все нормально, все условия дано, что нормально провели выборы. Так что ничего такого нету, вы все видите, все аккуратно, четко, порядок, все организовано на высшем уровне. Спасибо. Ծառուկյան դուք որ ուժերին եք խորհրդանում տեսնում որ կարող եք նրանց հետ փոփոխություններ Ծառուկյան, քարոզարշավի վերջի օրը ասում եք դուք հանդիպել եք Սերժ Սարգսյանին ու ով էր ասում, ով էր ասում։ Ուրեմն մենք չենք հանդիպել, ոչ մեկ էլ չենք Լիմիտ դրված չի, այսինքն ձեր քվեների վրա ասում էին որ չափից ավելի չի թողելու դրան։ Մենք ջան, ուրեմն Այո, բայց դու տես ինչ է, մի քիչ առաջացի հանդիպենք զորից ենք առաջացի առաջ, գնա առաջ, բոլորագրող չես դու, 50 մետր առաջ գնա, Ծառուկյան որ դեպքում է հնարավոր կոալիցիա ուրեմն ես գնացի, սելի լրագրողներ ջան, ես գնացի, ստեցուն ձեզ, որ դեպքում է հնարավոր